Բարի երկու Տիկին Հարությունյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հարթակը տրամադրելու համար, կարծում եմ կարևոր հարցեր կքննարկենք։ Վստահաբար կարևոր հարցեր են քննարկելու եւ խոսելու ենք ամենակարևոր թեմաների մասին, որը բոլորիս է վերաբերվում, խոսքը սննդի անվտանգության տեսչական մարմնի գործառույթների եւ կատարվող աշխատանքի, նաեւ ինչու՞ չէ, մյուս բոլոր կարևոր թեմաների մասին ենք խոսելու։ Բայց նախքան բուն հարցերին անդրադառնալ, կցանկանայի, որպեսզի դուք ոլորտի մասնագետ, պրոֆեսիոնալ այդ հարթակում ասեիք, ինչ գործառույթ է իրականացնում առհասարակ սննդի անվտանգության տեսչությունը, այդ մարմինը ինչ է անում, որովհետև շատերի մոտ, շատ քաղաքացիների մոտ տպավորությունն է, որ այնպիսի չար կառույց է, որ գալիս է բոլորին տուգանում եւ գնում է, բայց իրականում ճիշտ հակառակը, դա այն կառույցն է, որը նպաստում է, որ մարդիկ ավելի առողջ ու երկար ապրեն։ Գիտեք, այնինչ տպավորություն, որ ունի հանրությունը, որ գալիս տուգանում եւ գնում է, մասամբ ճիշտ է։ Այո, մենք տուգանում ենք։ Մենք նաեւ գործունեություն ենք կասեցնում, բայց միայն այն տնտեսավարողների մոտ, որոնք պարտաճանաչ չեն, որոնք իրենց գործը անում են ոչ այնպես, ինչպես պիտի անեն։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ինքը տեսչական գործողություն իրականացնող մարմին է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում։ Ինչ է սա նշանակում, որ ֆերմայից կամ դաշտից պատարակախ ամբողջ գործընթացը վերահսկվում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Սկսած բույսի աճեցնելուց, այստեղ արդեն խորհրդատվությունն է, ինչպես անել, որպեսզի բույսը ճիշտ աճի, միրգը մեզ առողջացնի, բույսը մեզ առողջացնի, ինչպեսի պեստիցիդներ օգտագործել, հա, ագրոքիմիկատներ օգտագործել, ինչպես դրանք օգտագործել, բուժանյութերը, այո, ինչպես օգտագործել, այս ամենը մտնում է մեր գործունեության եւ մեր ծավալների մեջ, մեր աշխատանքների մեջ, եւ մենք վերահսկում ենք նաեւ այդ իրացման կետերը, որտեղ վաճառվում են ագրոքիմիկատներն ու պեստիցիդները եւ բնականաբար դրանց օգտագործման ձևի մասին, հա, մեր հիմնական գործառույթներից մեկը խորհրդատվությունն է գյուղացիներին, ագրոբիզնեսի ներկայացուցիչներին բացատրել, տեղեկացնել, թե ինչպես պետք է օգտագործել, որպեսզի արդյունքում մարդը չտուժի, որևէ խնդիր չունենա։ Նույնը վերաբերում է նաեւ անասնաբուժության ոլորտին, կենդանու պատվաստումներից սկսած դրանց նկատմամբ վերահսկողությունը, անասնաբույժի նկատմամբ վերահսկողությունը նույնպես մեր ոլորտում է եւ իհարկե սննդամթերքի անվտանգությունը, որի մեջ մտնում են արտադրությունը, հանրային սննդի կետերը եւ իրացման ցանցը, սննդամթերքի իրացման ցանցը։ Այս ամբողջը մեր վերահսկողության ոլորտում է եւ այստեղ մի կարեւոր հանգամանք եմ ուզում նշել, որ կանց միշտ թվում է, հանրությանը միշտ թվում է, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պատասխանատու է, թե ինչպիսի մթերք է հայտնվում շուկայում։ Տեսչական մարմինը պատասխանատու չէ։ Տեսչական մարմինը վերահսկում է, իսկ պատասխանատուն արտադրողն է։ Դրա համար էլ տուժում է եւ տուգանքի է ենթարկվում, այո, արտադրողը։ Շատ լավ, դուք շատ հանգամանալից եւ շատ հանրամատչելի ներկայացրեցիք, բայց այդուհանդերձ այ ինչպես է այդ աշխատանքն իրականացվում։ Մի փոքր ավելի մասնավորեցնենք, դուք գնում եք, հա, ձեր աշխատողները գնում են տեղում աշխատում են, ասենք ֆերմերային տնտեսությունների հետ կամ նույն այդ մսի արտադրության, սպանդանոցների, ինչպես է այդ գործառույթն իրականացվում, որպեսզի ավելի քաղաքացին իրազեկ լինի եւ ավելի հասկանա, որ իսկապես այս կառույցը նպաստում է, որ դու ավելի առողջ ու ավելի ճիշտ ձևով քո կենսակերպը կազմակերպես։ Տեսեք ինչն է խնդիրը։ Մենք ունենք օրենսդրական դաշտ եւ մենք օրենսդրական դաշտից դուրս որևէ գործողություն անել չենք կարող։ Մենք ունենք ստուգումների ծրագիր, պլան, որը հաստատվում է նախորդ տարվա դեկտեմբերին հաջորդ տարվա համար։ Այսինքն այդ պլանից շեղվել եւ դա իրականացվում է ռիսկերի հիման վրա, ռիսկերի վերլուծության եւ ռիսկերի կառավարման հիման վրա, որ կազմակերպությունն է ավելի ռիսկային, որտեղ պետք է կրկին անգամ մտնել նախորդ տարի ինչպիսի արդյունքներ են եղել, լավ, ռիսկերը հաշվարկվում են, դրա հիման վրա կազմվում է պլանը, ստուգումների պլանը եւ այդ ծրագրից դուրս գործողություն տեսչական մարմնի որևէ տեսուչ կարող է անել միայն բողոքի հիման վրա, որը գալիս է հանրությունից, պետական մարմիններից, օտարերկրացիներից, էական չէ։ Պետք է լինի բողոք, որպեսզի դու կարողանաս որևէ կազմակերպություն մտնել։ Ընդհանուր ծավալի բողոքը, այ գիտեք, խանութներում վաճառում են ժամկետանց սննդամթերք, ինձ ոչինչ չի ասում։ Խանութներում վաճառում են սննդամթերք ժամկետանց հասկանալի է, բայց ես պետք է կոնկրետ իմանամ, որ խանութում ինչ ժամկետած սննդամթերք կա եւ գնամ այդ ժամկետան սննդամթերքի ետևից։ Իմ տեսուչը կգնա դա ստուգելու։ Տեսեք,
Ստուգումների ծրագիրը գրեթե 1000 տնտեսվարող են։ Մենք ունենք 160-162, եթե չեմ սխալվում, տեսուչ, որոնք կարող են իրականացնել տեսչական գործողություն, հա, ստուգում, դիտարկում, միշտադիտարկում, այս գործողությունները իրականացում է միայն տեսուչը։ Տեսեք, ես աշխատակից եմ, հա, տեսչական մարմնի աշխատակից եմ, տեսչական մարմնի իրավաբանը, այլ աշխատակիցը որևէ գործողություն իրականացնել չի կարող։ Իրականացում է միայն տեսուչը։ Տեսուչների քանակը 160-ն է։ 160 տեսուչը 1000 ստուգման ծրագրով հազիվել 1 տարվա մեջ հասցնում է, բայց մենք մոտավորապես կրկնակի մոտ 1000 կամ 1200-ից ավել բողոքներ ենք ունենում եւ մեր տեսչական գործողությունը տարածվում է գրեթե 2000-2200 տնտեսվարողի վրա տարվա ընթացքում, դա ուզում եմ պատկերացնել ահռելի քանակություն է, հատկապես բողոքների հիման վրա մեր արագ արձագանքման բաժին գոյություն ունի, արագ արձագանքման բաժինն է շատ արագ փորձում այդ խնդիրը կարգավորել եւ արձագանքել նայած թե ինչ շտապողականության կամ ինչ արագության խնդիր պետք է լուծվի, հա, եթե միտեղ ժամկետան սննդամթերք է, հին սննդամթերք է, թունավորման խնդիր է, ուրեմն դա ինչ ասեմ րոպեների, ժամերի, 1 օրվա ընթացքում իրականացվող գործողություն է, պետք է հրաման ունենաս, հրամանը պետք է ծանոթանա տնտեսվարողը, կոնկրետ տնօրենը կամ արտադրության տերը, հա, կազմակերպության տերը ստորագրի քեզ թույլ տա, որ դու մտնես ստուգման եւ դու նոր կարող ես մտնել ստուգան։ Օրենքն այդպիսին է։ Իսկ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ եւ այլն դա կարող է եւս 1-2 օր տևել, բայց միևնույն է արագ արձագանքման տրամաբանության մեջ մենք գրեթե 1000-1200 ստուգում անում ենք այսպես խելագար վազքով, ինչը ես չեմ ուզում շատ գովել մեր տեսուչներին, բայց իրականում հսկայական ծանր աշխատանք է արվում։ Տեսեք, իսկապես շատ ծանր եւ շատ պատասխանատու լուրջ աշխատանք է տարվում, բայց այդուհանդերձ այդ աշխատանքների ժամանակ խոսենք ամենատարածված սխալների մասին, հա, երբ որ արագ սնդի կետերը սնկի պես աճում են բոլորը եւ որևէ նորմ չի պահպանվում եւ գնաց տեսուչը բողոքի հիման վրա կասեցեց եւ այլն։ Հետոն ինչպես է կազմակերպվում, այսինքն այդ տվյալ սուբյեկտը կարող է այս տարածքում կասեցնի, մեկ այլ տարածքում շարունակի իր անբարեխիղճ վարքագիծը դրսևորի։ Այս դեպքում վերահսկողությունը ինչպես է իրականացվում, մեխանիզմները, որպեսզի այս մարդը կամ ինչ որ մշակույթ ձևավորեն, որ աշխատեն ու հասկացնեն, որ չի կարելի այսպես աշխատել։ Պարզապես մարդկանց նման սնունդ չի կարելի մատակարարել։ Տեսեք, մարդու գիտակցության վրա աշխատել մենք չենք կարող։ Հոգեբաններ չենք, ընդհանրապես տեսչական գործողություն իրականացնող ենք։ Մենք պիտի գնանք, տեսնենք խախտումը, այդ խախտումը արձանագրենք եւ խախտման լրջությունից ելնելով կասեցնենք կամ միայն տուգանենք, հա։ Տեսեք, բաց բերանով աղբար կղը նույնպես խախտում է, դրա համար կտուգանվի, բայց չենք կասեցնի։ Իսկ երբ որ գնում տեսնում ես թե պատերը ինչպես են քանդվում ուտելիքի մեջ, բնականաբար այդ կազմակերպությունը նրա գործունեությունը ժամանակավորապես կկասեցվի, տնտեսվարողը ինքը կսահմանի այն ժամանակաշրջանը, երբ ինքը կարող է վերականգնել այդ խնդիրները վերացնել, հա, վերականգնել իր կազմակերպությունը բերել նորմալ տեսքի, մենք դա կֆիքսենք հրամանով, որոշմամբ, կասեցման որոշմամբ ժամանակ կտրամադրենք եւ այդ ժամանակի ընթացքում կպահանջենք, որպեսզի դա կատարված լինի։ Եթե տնտեսվարողը որոշում է ինչ-ինչ ճանապարհներով, որոշակի խախտումներով գործունեություն իրականացնել, մենք ոստիկանություն չենք եւ իր ետևից գնալ ու հայտնաբերել, որ ինքը այսպիսի խնդիրներ ունի, մենք չենք կարողանա։ Մենք ֆիքսում ենք, կրկնում եմ, միայն այն, ինչը մեզ ասում է ահազանգողը։ Կամ մենք անում ենք ուրեմն մեր ծրագրի հիման վրա, հա, ստուգումների ծրագրի հիման վրա։ Մենք կարող ենք սեզոնայնությունից ելնելով, տոնական օրերից ելնելով հրամաններ բացել ընդհանուր շուկան ուսումնասիրելու վերաբերյալ, ինչպես օրինակ արեցինք, ինչպես տեսակ ձվի շուկայում, հա, զատկի տոնին ընդառաջ, դա արվում է ամեն տարի եւ այս տարի նույնպես արվեց, եւ խախտումներ հայտնաբերվեցին, եւ խախտումներով խմբականակները շուկայից դուրս բերվեցին, հետկանչի կարգադրագրեր տվեցին։ Մարդկանց թվում է, որ երբ որ ասում ես խախտում ես հայտնաբերել եւ տրվել է կարգադրագիր հետկանչի ոչնչացման եւ այլնի համար, հա, եթե խմբականակը խնդրեմ ունեցե, նույն տեսուչը կամ նույն տեսչական մարմինը հիմա պիտի գնա խանութներ ու սկսի հավաքել այդ ապրանքը։ Այդպես չէ։ Կարգադրագիրը տրվում է տնտեսվարողին, տնտեսվարողը պարտավոր է
մի քանի օրվա ընթացքում, հա, դե հասկանալի ամբողջ հանրապետությունով մեկ եթե խմբականակը տարածված է, ուրեմն 1-2 օր տևում է այդ խմբականակը հավաքելու համար։ Եվ նորից, այս դեպքում տեսեք, ես ինչքան ասում եմ, գալիս է հանրության եւ մեր կապը։ Այո։ Եթե հանրությունը այնքան չսիրի իր պետությունը, որ որոշի, որ ինքը այո ամեն խախտման մասին պիտի ասի, տեղեկացնի եւ խախտվողը պատժվի, մենք անընդհատ խնդիր ենք ունենալու, որովհետեւ մարդիկ ավելի շատ մտածում են, այ կներեք, հենց ես գործ տվող չեմ տրամաբանության մեջ, բայց դա գործ տալ չի, դա հենց այդ դրա մասին եմ ուզում խոսել, առողջությունը խնայելու տրամաբանությունը։ Այդ կապը ոնց կարող է, դա էլ է մշակույթ, հասկանում եք, դա էլ ենթագիտակցություն է, կրթություն է։ Դա իրազեկման խնդիր է, կրթվելու խնդիր է։ Մենք մեր հնարավորությունների առավելագույնը օգտագործում ենք դա բացատրելու համար, օգտագործում ենք սոցցանցերը, մեր կայքերը, ձեզ հեռուստատեսությունը եւ ռադիոն, զանգվածային լրատվամիջոցները պիտի գոհունակությամբ ֆիքսեն, որ լրատվամիջոցները մեզ շատ օգնում են, երբեք չի եղել, որ մենք ուզենանք որևէ իրազեկման ակցիա կազմակերպել եւ ներգրավել զանգվածային լրատվամիջոցներին եւ ունենանք մերժում, երբեք չի եղել, միշտ աջակցել են, միշտ օգնել են, հնարավորինս փորձում ենք։ Պատրաստ օգնել, իհարկե իրազեկել, իսկապես գիտեք ի՞նչն է խնդիրը։ Եկեք, ես 10 տարի է համակարգում եմ։ Եվ 10 տարվա ընթացքում փոփոխությունը, եթե այդ առաջի օրվանից մինչև այսօր գամ եւ նայեմ թե հանրությունը ինչպես է փոխվել եւ ինչպես է արձագանքում սննդամթերքի անվտանգության խնդիրներին, գիտեք, ես կասեմ, որ բրավո մեր ժողովուրդ։ Բավականին լուրջ աշխատանք է տարվել նաև։ Ոչ միայն լուրջ աշխատանք է տարվել, մարդիկ իրենք փոխվում են, թվում է թե չեն փոխվում։ Մենք անընդհատ նեգատիվին ենք ուշադրություն դարձնում, ցավոք սրտի, բայց մենք պիտի շատ նաև դրականին ուշադրություն դարձնենք, որովհետև իրականում կա դրական փոփոխություն հսկայական։ Մարդիկ հիմա ասեք, առաջինը դուք, երբ որ մտնում եք խանութ եւ վերցնում եք որպես պիտանելիության ժամկետը պարտադիր։ Դուք գիտեք, եթե ես դա հարց տա 3, 4, նույնիսկ 5 տարի առաջ ինչ-որ մեկին ասեի ինչ ես նայում, կասեր ոչինչ էլ չեմ նայում, դրածա վերցնում գնում եմ։ Չէ, բայց դա իրականում նաև ձեր ծանր աշխատանքի արդյունքն է։ Այո, չեմ ուզում շղթել, իհարկե, նաև այդ աշխատանքի արդյունքն է, բայց նաև այդ աշխատանքի արդյունքն է, որ մարդիկ փոխվում են։ Ես ամեն անգամ, երբ որ բողոք եմ ստանում, երբ որ մարդը բողոքում է, երբ որ մատնացույց է անում խնդիրը, ես շատ ուրախանում եմ դրա վրա։ Ավելի շատ եմ ուրախանում, երբ որ դա լինում է փոքր խանութները, հավատացեք, որովհետև երբ որ մեծ խանութների մասին է խոսքը, լինում է անդիմություն, չէ՞, այսպես ոչ մեկի չի ճանաչում, բողոքում են, այ անուններ չեմ ուզում տալ, մեկ ցանցերում, այստեղ էս խախտումը հայտնաբերեցինք, այնտեղ են խախտումը հայտնաբերեցինք, բայց երբ որ փոքր խանութներից, երբ որ մարդիկ բոլորը իրար ճանաչում են, գյուղերից խնդիր է լինում եւ բողոքում են, ասում են ոչ, մենք չենք ուզում, որ մեր գյուղում այս խնդիրը լինի եւ եկեք կարգավորեք, որովհետև այս խանութում վաճառվում է ժամկետան սննդամթերք կամ ոչ թարմ սննդամթերք, մի խոսքով, հա, խախտումներով սննդամթերք, դա իրոք հասկանում ես, որ ուրեմն ինչ-որ բան փոխվում է, ուրեմն մարդը մտածում է ոչ միայն անձամբ իր խնդիրների մասին, այլ նաև ընդհանուր հանրային առողջության։ Մենք շատ հաճախ ենք խոսում մեկ առողջություն սկզբունքից, հա։ Ես նոր շեշտեցի ֆերմայից կամ դաշտից պատարագող սկզբունքը, այսինքն երբ որ կենթանին առողջ է, քո սեղանին հայտնվում է առողջ սննդամթերք, բույսը առողջ է, քո սեղանին հայտնվում է առողջ սննդամթերք, ամբողջը այնքան կապակցված է իրար հետ։ Շատ լավ, Տիկին Հարությունյան, թեման իսկապես շատ կարևոր է, կարող ենք շատ երկար խոսել, բայց մեր եթերային ժամանակը կարծես սպառվում է, ես կցանկանայի ամփոփենք եւ նաեւ խոսենք ձեր կառույցի ապագա անելիքների մասին, ինչ սպասել 2026-ին մինչև տարվա վերջ։ Թվայնացում կլինի, խստացումները ավելի նոր կլինեն, ինչ նոր մեխանիզմներ կներդրվի, այ դուք շատ լավ նշեցիք, որ այդ կապը հանրություն եւ ՍԱՏՄ գործակցությունը կարծես ձևավորվել է։ Էլ ինչի սպասենք։ Շատ կարճ հանգամանալից շնորհակալ եմ, որ հիշեցրեցիք թվայնացման մասին, որովհետեւ այո, թվայնացումը այսօր օրախնդիր հարց է եւ տեսչական մարմինը բոլոր ջանքերը այդ ուղղությամբ գործադրում է։ Մենք մի քանի անգամ արդեն պիլոտային այսպես ծրագիր արել ենք, որպեսզի պլանշետներով գնան տեսուչները ստուգումների եւ այդ ամբողջ գործընթացը հա գրել, մտցնել համակարգիչ, այդ ամբողջ գործընթացը աշխատատար է, ժամանակ է քեզանից խլում, հա, որպեսզի այդ ամբողջը արագացված լինի, հույս ունեմ, որ այս տարի կփորձենք արդեն աշխատել դրանով։ Պիտի ասեմ, որ
սպանդանոցային ծրագիրը, սպանդանոցների վերահսկման ծրագիրը արդեն թվայնացված է եւ մենք կարողանում ենք այդպես աշխատել, այսինքն մենք տեսնում ենք թե որ սպանդանոցից ինչ կենթանի սպանդի ենթարկվեց, ինչքան դուրս եկավ, ուր գնացավ, որ իրացման կետը գնաց եւ երբ որ գնում ենք իրացման կետ արդեն սպանդանոցային մսի նկատմամբ ստուգումների մենք տեսնում ենք թե արդյոք այդ միսը սպանդանոցային է թե ոչ ու այդպիսի շատ ծրագրեր կարող եմ այսպես ծավալվել ասել բայց հասկանում եմ որ ձեր եթերային ժամանակը եւ ամենավերջին կարող եք ուղղակի որպես ոլորտի լավագույն մասնագետ արդեն կարող եմ հանգիստ ասել ձեր մաղթանքը հղել կամ ուղղակի ձեր մեսիջը փոխանցել մեր քաղաքացիներին որ ինչ անել եւ ինչ չանել շատ կարճ մեսիջը միակն է եւ ամենահստակը երբեք մի խուսափեք ուրեմն բողոքը տեղ հասցնելուց մի խուսափեք մեր թեժ գծի հեռախոսահամարն է 118 շուրջօրյա է անընդհատ աշխատում է եւ անվճար է խնդրում եմ զանգահարեք ցանկացած պահի մենք պատրաստ ենք օգնել աջակցել իսկ հանրության առողջությունը դա մեր առաջնային խնդիրն է որը պետք է լուծել շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար շնորհակալ շնորհակալություն